Մի խոսքով արդեն իմ մասին տեղեկություններ ունենալուց հետո իմանում եմ, որ հորաքրոջս ամուսինը բժիշկ է։ Սկեսրայրս նույնպես բժիշկ էր ու պարզվում է, որ իրենք ծանոթներ են։ Ամուսնուս վերջնական խոսքից հետո սկեսրայրս զանգահարում է հորաքրոջս ամուսնուն, ասում, որ մեր տղան ձեր աղջկան հավանել է, ուզում է, որ հայրիկի թույլտվությունը ստանան, որպեսզի կարողանան դուրս գալ, ծանոթանալ եւ շփվել։ Մի օր տասից տուն եմ գնում ու հայրիկս ասում է, որ կա մի տղա, ով ուզում է քեզ հետ շփվել, ծանոթանալ, դե մոտավոր արդեն հասկացա, որ տղայի մասին է խոսքը ու համաձայնվեցի։ Դե այդ ժամանակ ամուսինս ինձ եւ գրում եւ զանգում էր, բայց չէի պատասխանում, բայց հայրիկից թույլտվությունից հետո պատասխանեցի։ Մենք պայմանավորվեցինք, որ առաջին անգամ հանդիպենք։ Հոկտեմբերի 15-ին մենք արդեն պայմանավորվում ենք առաջին մեր հանդիպումն է, հոկտեմբերի 16-ին մեր երկրորդ հանդիպումն է։ Դրանից հետո ծնողներս էլ թույլ չեն տալիս հանդիպման գնալու ու ամուսինս ասում է, որ այդպես է, ուրեմն կնշանադրվենք։ Այդ ժամանակ որոշում ենք, որպեսզի մի հատ էլ ծնողներին ծանոթացնենք, ու ծնողների ծանոթացման հենց օրը որոշվում է մեր նշանադրության օրը։ Ընդամենը 2 շաբաթ իրար ճանաչելուց հետո որոշեցինք նշանադրվել։ Հոկտեմբերի 1-ին ամուսինս ինձ տեսել է, հոկտեմբերի 15-ին եղել է մեր առաջին դեյթը, իսկ հոկտեմբերի 29-ին մեր նշանադրությունը։